երաշտական ողջույնը մեր չքնակ եղես Երևանի ոնց եք բռնել սրանց Գիտեք, խորհրդային տարիներին հարցն է, որ ես երիտասարդ ավելի բուրն էր անցնում, ավելի սպասումով էր, հիմա որպես ավելի, այսինքն ասում կայացած կին, ավելի ռեալ եմ նայում, սեր, երջանկություն, կանանց ինչ են մաղթում, ներդաշնակ կյանք, հաջողություններ, գարուն։ Նվերը միշտ հաճելի է, կապ չունի թե ինչ առիթի է կամ անգամ առանց առիթի նվերները բնականաբար միշտ հաճելի են։ Բոլորին երջանիկ մարտի 8 եւ հաջորդ գարնանային բոլոր տոները։ Կմաղթեմ առողջություն եւ հաջողություններ։ Մայա լավ նշվում մարտի 8-ը թե օրինակ խորհրդային տարիներին։ Այն ժամանակ շատ լավ տոն էր։ Դե չէ, այն ժամանակ տոն էր, այն ժամանակ դուրս էի գալի փողոցը տենում էր որ սաղ տոն է, էլի, սաղանենց էին մարդիկ հագնված են բաները ուրիշ էր էլի այն ժամանակ, սենց չէր։ Դե հիմա նվերները ավելի շատ են, բայց գինն էլ թանկ է։ Ամեն ինչ, ծաղիկ, մաղիկ, եսիմ, զարդեր, մարդեր, ով ինչ կարում էր, ով ինչի հնարավորություն ուներ։ Այս տարի մենակ եմ, ոչ մեկին ոչ մի բան չեմ նվիրում։ Նշեք որն է եղել ձեր ամենահիշարժան մարտի 8-ը։ Երբ որ հայրս կենթանի էր։ Մայա լավ նշվում մարտի 8-ը թե օրինակ խորհրդային տարիներին։ Հիմա իհարկե, հիմա տարբեր միջոցառումներ են ընթանում, ամեն ինչ տարբեր է։ Մեր ժամանակ տենց չէր։ Որ միշտ առողջ լինեն ու լավ անցկացնեն իրանց մարտի 8-ը։ Նշեք որն է եղել ձեր ամենահիշարժան մարտի 8-ը։ Դե ամեն մարտի 8 էլ հիշարժան է կարելի ասել։ Չնայած կնոջ համար ամեն օրն էլ եթե ուշադրություն ունի մարտի 8-ը է։ Մայա լավ նշվում մարտի 8-ը թե օրինակ խորհրդային տարիներին։ Չէ, նույն խորհուրդն է էլի, կանանց մեծարման միջազգային տոն է էլի։ Հիմա կարծում եմ հիմա։ Չգիտեմ, երիտասարդներն էլ ավելի ուշադիր են հիմա իրանց գողակիցներին, ինձ տենց է թվում։ Հիմա ավելի լավ են տոնում։ Չէ, կարծում եմ հիմա ավելի շատ մարտի 8-ին ծաղիկներ են նվիրում։ Փետրվարի 14-ը մի այլ տիպի են նշում։ Իսկ հիմա մարտի 8-ին ծաղիկներ, նախընտրելի է, չգիտեմ, ինձ համար ծաղիկներ, խաղաղություն, սեր, երջանկություն, թող բոլորը լավ լինի։ Առողջություն, մաղթելու եմ, որ առողջ լինեն լիքը ու ամենակարևորը լիքը բաճիկներ եմ մաղթում։ Ինչ նվեր ես ուզում որ նվիրեն քեզ։ Ես դե տարբեր տեսակի կերպարանավեսների գրքեր, ոչ մի բան։ Մամային ես ժամ, մեկ էլ գիրք։ Կանանց տալիս է ուրախություն, նրբություն։ Որ մարտի 8-ը, երբ որ աղջիկս ինձ նվեր նվիրեց, իր ձեռքով պատրաստած առաջին անգամ մանկապարտեզում։ Մարտի 8-ն էլ դա կանանց գեղեցկության տոնն է։ Նվերը ամբողջ տարվա ընթացքում հարգանքն ու սերն է, իմ կարծիքով, մնացածը արդեն նյութական են, որը ինձ թվում է, այս կյանքում նյութականը կյանքն ապացուցեց, որ ոչ մի չկա, ոչ գոյություն չունի։ Սիրո տոն, ավելի շուտ մայրության տոն, ես իմ մայրիկին, այսինքն ապման չի տղամարդը կնոջը նվիրի կամ երեխան մորը, տատիկին, դա, այսինքն հարգանքի այդ օրը ուղղակի ոնց որ ցույց է տալիս հարգանքը ավելի այսպես ասած շքեղ տեսքերով, բայց ընդհանուր պետք է այդ ամբողջ սերը տալ ամբողջ տարվա ընթացքում։ Իմ համար դա ամենակարևորն է, էլի։ Ամեն տարի էլ խեղդում են, ասում եմ մի բան բեր։ Մի հատ էլ ապրելի 7-ին։ Ծաղի, կանֆետ, էլ շուբա մուբա չեն ուզում, սեզոնը պրծա շուբեկի։ Իսկ խսահամի տարիներին ինչ էին ուզում։ Էլի նույն բանն էլ կինա ինչ-որ հագուստի իրա վրա պտիլի, եթե լավ հարուստ էր, բրլյանտի մատանիներ, այն վաղ սենց ավտոներ չկար, էլի ֆիրմա որ նվիրեն։ Հիմնականում հագուստ մեկ էլ են մոդեր, ոսկի մատանները հիմի չեն հագնում։
Վրեքը սաղ սենց ոսկի երելում էլի։ Մաղթենք, որ իրանք համբերատար լինեն, լաչար չլեն, որտեղ սեի հիմնական կանանց բանը լաչարությունն է։ Խելացի են, ոչ լաչար են։ Նշեք, որն է եղել ձեր ամենահիշարժան մարտի 8-ը։ Ճիշտն ասած իմ ամուսինը ծաղիկներ նվիրել այդքան չի սիրել, բայց մի օր մի մարտի 8-ին փաթաթած, կարծես թե անհարմար էր զգում, չգիտեմ ինչի, բայց փաթաթած ինձ շատ շքեղ բուկետ էր բերել, ինձ շատ հաճելի էր։ Դե ես ճիշտն ասած չեմ գտնում, որ այսօր այդքան ուրախ են ու նշում են, միգուցե այդ իմ պատկերացումն է, բայց լավ կլինի, որ այդ ոգին գոնե երիտասարդների մեջ փթթի, այսինքն ուրախ տոնեն այդ տոնը, չնայած մեր հայերը ունեն նաև ապրիլի 7 մայրության գեղեցկության տոնը, շատ ավելի հարազատ տոն պետք է լինի հայերի համար, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ ցանկացած տոն պետքա ժողովրդի մեջ շատ գեղեցիկ տոնվի, որովհետև ուրախանալու կարծես շատ քիչ բան ունենք այս ժամանակահատվածում, գոնե այտենց կարողանան ինչ-որտեղ մեկը մեկին հաճույք պատճառեն։ Առաջի հերթին ես կուզեմ, որ մեր երկրում երկինքը միշտ սենց կապույտ լինի, ոչ մի կին, ոչ մի մայր, ոչ մի օրորդ աղջիկ չունենա տխրելու առիթ։ Մեր երիտասարդ աղջիկները շատերը մնացին առանց իրանց ընկերների, առանց իրանց եղբայրների, առանց իրանց հարազատի, այս պատերազմի հետ կապված։ Թող լինի դա վերջինը։ Ես կուզեմ, որ բոլոր աղջիկները լինեն այնքան երջանիկ, որ հետագայում ունենան կանացի երջանկություն։ Կանացի երջանկություն, որ իրանք զգան, որ իրանք սիրում են, հարգում են, պաշտպանում են միշտ։ Իսկ ամենամեծ նվերը իմ համար իմ աղջիկա ծնունդն է, երբ որ ինքը ծնվել է, այդ եղել է մարտի 6-ին, իմ համար այդ ամենամեծ նվերն է։ Իմ կինը իմ կյանքից սրտից 15 հատորն է ինքը, առանց իր 38 տարի միասին ենք, շնորհակալ եմ Աստծուց, որ Աստված ինձ տվել է լավ եւ իր ծնողներից եւ Աստծուց եւ ինձ ծնողներից, որ կյանքում միակ բանն է, որ ամենամեծ հարստությունն է մարդու ընտանիքը։ Ես ուրախ եմ։ Ամեն ինչ։ Մայա լավ նշվում մարտի 8-ը, թե օրինակ խորհրդային տարիները։ Գիտեք ինչ, մենք այդ հուշերով ենք ապրում։ Ես այն սերունդներից եմ 60-ական թվերի։ Ես աշխարհի ամենալավ ծաղիկները գլուխ չեմ գովում, միշտ գերադասել եմ, ամենալավ նվերը դա ծաղիկներն է։ Մեկ էլ որ կարողանում ես կնոջդ համար, թեկուզ կապ չունի, մայրիկի համար, քրոջ համար, որ տղամարդը ճիշտ քայլեր է անում, էլի։ Ճիշտ քայլ է անում։ Որ կանայք գնահատում են, որ տղամարդը մտածված տղայավարի ոնց են ասում, տղամարդ ճիշտ քայլեր է անում։ Թե իր նկատմամբ, թե մայրերի նկատմամբ, թե քույրերի նկատմամբ։ Ամենակարևորը աղջիկների բախտը պիտի սիրուն լինի, ձեզ երջանիկ օրեր։ Այն փոքրից մեծ ինչ ասեմ։ Այս սքանչելի օրով ես շնորհավորում եմ մեր բոլոր հայուհիներին, աղջիկներից սկսված, մայրիկներին, ինչու՞ չէ, մայրիկներին, տատիկներին, երջանիկ օրեր։ Մեր հայուհիները արժանի են ամենալավ կյանքի, միշտ երջանիկ լինեն։